Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Տեսակապով կզրուցենք Հույդա անդամ Նժդեհ Ղարագավորյանի հետ։ Պարոն Ղարագավորյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղարագավորյան, դուք գտնվում եք Փարիզում, այդտեղ էր նաև Նիկոլ Փաշինյանը, Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ըստ պաշտոնական հաղորդագրության Փաշինյանն ու Մակրոնը ընդգծել են, որ երկկողմ համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն, հայտարարություններից այն կողմ այդ ռազմավարական փոխգործակցությունը ինչպես է դրսևորվում եւ ինչ սպասելիքներ առհասարակ Հայաստանը պետք է ունենա Ֆրանսիայից։ Իրականության մեջ ռազմիկ մենք թեգուզ Սկանդարի ամեն բան արել ենք, որ Ֆրանսիայում լինի հայամետ դիրքորոշում, հատկապես Արցախյան թեմայով կամ ցեղասպանության թեմայով, այսօր խոսել ստրատեգիական հարաբերությունների մասին կամ մեծ այդպես ակնկալիքների մասին դերեն չի։ Ափսոս Ֆրանսիան վերջերս արդեն օրից օր ավելի բարձ հասկացնում է բոլորին, որ իր համար արդեն էական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը։ Ընդդեղից արդեն կարելի է շատ ուրիշ եզրակացությունների հանկել, թե ինչքանով է Հայաստանը այսօրվա ֆրանսիական իշխանությունների աչքին կարևոր։ Եթե մենք միայն լծակ ենք հակառուսականության, եթե մենք ընդգրկվում ենք միայն այնքանով, որ ասենք Ուկրաինայի մեջ ռուսների խնդիրները ստեղծելու համար իրանք գնում են այն դեղեր ռուսներին հարվածելու, էդի մեր ընկալման մեջ բարեսիրական կամ ընկերային կամ պրոհայկական գեցվածք չի։ Եվ ի վերջո ասենք այս վերջին 2-3 տարին ամեն հնարավոր լսում ենք, չէ՞, Բաբեգյան, հիմիկվա Լկորնի որ դարձավ վարչապետ, բայց այնքան էլ ուժեղ չի իր դիրքերը, դարավես ասեմ, որ Մակրոնից կառավարությունը շատ թույլ դիրքերի վրա է, Մակրոնի գուսակցությունը շատ թույլ դիրքերի վրա է, եւ արդեն սրանց կառավարությունը չեմ կարծում, որ կարողանա լուրջ որոշումներ կայացնի։ Քանով Բաբեգյան Լոկորնի հարաբերություններին դնում ենք, չէ, 3 ամիսը մեմը Բաբեգյանը գալիս էր այստեղ, որպես պաշտպաննախարար, Լոկորնին որպես Ֆրանսիայի նախկին պաշտպաննախարար գնում էր Հայաստան, բայց այդ բոլորի վերջը բարձեց, որ մի քանի Թիբուգահարի զենքերի փոխանակման համար եւ դենց քննարկումների համար։ Եթե այդ բոլորը կարելի է որակել որպես լուրջ համագործակցություն, ուրեմն դիզաղելի է շատ սահմանափակ է այդ ամեն ինչը։ Հիմա երբ դնում ենք թե Վրաստանում իրավիճակը փոխվել, հիմա երբ դնում ենք թե Իրանի հետ արդեն Ֆրանսիայի հարաբերությունները գրեթե զորացած են այդ իսրայելյան հարձակումից հետո, եթե մեզ ուզում է Ֆրանսիան օգնի, մեզ Թուրքիայով կամ Ադրբեջանով զենք չի ուղարկելու է, ասենք Վրաստանի ճանապարհով, չէ՞։ Վրաստանը թողնելու է, որ զենք կա Հայաստան, եթե այսօր Վրաստանում իշխում է, չասենք պրոռուսական, բայց ռուսերի հետ բավականին լավ հարաբերություն ունեցող իշխանություններ։ Այսինքն, եթե այս էկվացիոնները նայենք աշխարհակարգական, Ֆրանսիայի աջակցության դեր էլ չի մնում, դժբախտաբար։ Դեգուզ մենք կուզենայինք, որ Ֆրանսիան ավելի աջակցություն տա մեզ։ Մենք Ֆրանսիայում բազմիցս ասել ենք բոլորին եւ ոչ միայն իշխանությունները։ Եվ արդեն հատկապես աջակողմյա եւ երբեմն մյուս ցախագողմյա ուժերը հասկանում են Նիկոլ Փաշինյանի արածը։ Հասկանում են, թե ամեն մեկ օր, որ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, մենք ավելի ենք հեռանում ժողովրդավարությունից, ավելի ենք հեռանում մեր արժեքներից, մեր ինքնությունից, ցեղասպանության թադից ենք ավելի հեռանում, Արցախի 150,000 մեր քույրերի եւ եղբայրների գենցաղային եւ խորքային հարցերից ենք հեռանում եւ վստահ եմ, որ բոլորը էլ արդեն ակնկալում են, որ հունիսին կլինի փոփոխություն։ Պարոն Ղարագավորյան, ուշագրավ է, որ օրեր առաջ Ադրբեջանը Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը Ալիևը ընդգծել էր, որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև թյուրըմբռնումների պատճառ դարձած հարցերն անցյալում են եւ որ երկկողմ օրակարգում նոր շրջան է սկսվել եւ այդ հանդիպմանը ընդգծվել էր Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև էներգետիկայի ոլորտում հաջող գործընկերությունը եւ այս համատեքստում ընդգծվել էր նաեւ Ադրբեջանի եւ Տոտալի համագործակցության կարեւորությունը։ Արդյոք Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում որևէ լուրջ խնդիր երբևէ եղել է, որովհետև իրականում տնտեսական համագործակցությունը շարունակվել է եւ հայտարարություններից անդին որևէ բան չի եղել նրանց հարաբերություններում։ Տեսեք, ճիշտ է, որ մեր գործունեությունը Ֆրանսիայում, այսինքն հայկական քաղաքի, հայկական ճակատագրի լոբիի եղել է ընդհանրապես լեգիսլատիվ մարմնի վրա կամ դեղական
մարմինների վրա եւ ոչ թե հենց էկզեկուտիվ կամ կառավարության կամ թեգուզ մենք ունեցել ենք հանդիպումներ, մեր ղեկավարությունը ունեցել հանդիպումներ Էլիզյան բալադում հենց Մակրոնի հետ, բայց պետք է ասել, որ այո, մեր կողմնությունը հիմնականում եղել է քաղաքապետարանների մագարտակով, կամավորների մագարտակով եւ ոչ նախարարների, որ արդի արդեն շատ ավելի բարդ միտա։ Էդի ասելուց անգախ պետք է ասեմ, որ թեգուզ մենք այդպես ենք ասել ֆրանսիական քաղաքականության վրա, մենք կարողացել ենք ստեղծել խնդիրներ, լուրջ խնդիրներ։ Դա լինի Էրդողան-Մակրոն հարաբերությունների մեջ, դա լինի Ալիև-Մակրոն հարաբերությունների մեջ։ Դարիներ շարունակ Ֆրանսիայում ազերբայջանական դեսպանատան դարբեր խնդիրներ ստեղծելով, ոչ թե միայն ֆիզիկական, այլ նաև, ասենք, գազམ་ագերբական, աշխատանքային, քաղաքական, մենք ամեն բան արել ենք, որ Ֆրանսիայում ազերբայջանական թեզը Արցախի ազերբայջանական, ասենք, դեսլագանը, ռետորիկը, պատմությունը դեռ չգտնի ֆրանսիական հանրության մեջ։ Եվ այդ գործի մեջ մենք հաջողել ենք։ Այո, դժբախտաբար այս վերջին 5-6 տարի մեզ փորձում են համոզել, որ մենք միան բարդության ենք ունակ, բայց այդպես չի։ Այդպես չի, եւ Ալիև Մակրոն հարաբերությունները շատ վատ մագարտակ էին հասել այս վերջին 5-6 տարին։ Հիշում ենք ինչպես իրանք փոխ հրացակություն արեցին, ասենք քաղաքական խոսքերով եւ այլն։ Հիշում ենք, երբ Ադրբեջանում ֆրանսիացին մի հատ բռնին, որովհետեւ երկու հատ թագարել մետրոյի մեջ եւ իրան փանդարգեցին բավական երկար, եւ ուրիշ գային անշուշտ մարդիկ, որոնք բռնված էին Ադրբեջանի կողմից, որոնք աշխատակիցներ էին Ֆրանսիայի դեսպանատան։ Ասվում է, որ նրանք ավելի լուրջ գործունեությամբ էին այնտեղ, բայց նույնն է, միևնույնն է։ Ադրբեջանը միշտ փորձել է մեր ստերի ներկայությունը շրջանցել, մեր ստերի գործունեությունը համարժեք, ասենք, լրացնել, ընդեղ խնդիրները ստեղծելով ֆրանսիացիքին։ Մինչև վերջերս, մինչև օրը այս վերջին շրջանները, այսինքն տոտալի հիմնական գործունեությունը չի եղել Ադրբեջանի հետ։ Այո, BP-ի անգլիական ընկերության ներկայությունը Ադրբեջանի մեջ եւ հետքը բռնակրաված Արցախի մեջ, այո, եղել է լուրջ, բայց տոտալի հետ համագործակցություն, դենց ասենք առանցքային եւ շատ լուրջ չի եղել Ադրբեջանի հետ։ Այդ գործունեությունները եղել են, համագործակցություն եղել է, իրանք եկել են այստեղ սիվիլ շուկայի վրա վաճառվող, ասենք, կամերաներ վերցրել եւ այլն, բայց այդ մեքենաները օգտագործել են մարտական ոլորտի մեջ, երբեմն նաեւ Ֆրանսիայի գիտակցությամբ։ Չէ, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի մեջ չի եղել էական շատ լուրջ հարաբերություններ, որտեղ մենք կարողացել ենք դա կանխենք, եւ ընդհանրապես Ֆրանսիայի աշխարհական ընկալումը բացի այս վերջին մի քանի տարին, այնքան էլ, ասենք, pro-դիկտատորիալ, pro-ցեղասպանություն, pro-էթնիկ զդում, հագաքրիստոնյա չի եղել։ Այս վերջին շրջանին ռուս-ուկրաինական պատերազմը շատ բան խառնեց եւ Նիկոլ Փաշինյանի անverջ զիջումներով գնալը եւ ընդཐུպ մինչեւ մեր ազգային նկարակիրը փոխարինելու այդ հերանեկարը, այո, մեզ դարձրեց բավականին թույլ ամենտեղ։ Այսինքն Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով Ադրբեջանն ու Ֆրանսիան սերտացրին իրենց հարաբերությունները։ Անշուշտ, հարկելի ռազմիկ, երբ մենք պատերազմի օրերին այստեղ Ֆրանսիայի մեջ կարողացանք Place de l'Étoile, այսինքն Շանզելիզեի հաղթանակի գամարի հրաբարակը սպառեցնել մոտ 1 ժամ, ինձ զանգում էին Ֆրանսիայի գաղտնի սպասարկության աշխատակիցներ։ Ինձ ասում են, դուք Ֆրանսիայից ինչ եք ուզում։ Այդ օրերին արդեն ֆրանսիական ԱԺ-ում որոշվել էր, հələ չէին քվեարկել, բայց որոշվել էր, որ Ֆրանսիայի ազգային ժողովը եւ այդ սենատը ճանաչելու է Արցախի անկախությունը։ Հիմա երբ մենք կարողացել ենք այդքան լոբինգ անել, այդքան գործ անել եւ վերջում ստացվում է, որ եթե Հայաստանը ճանաչի, արդեն պատրաստ է երկրորդ կամ երրորդ էլեմենտները, որոնք իրանքեր են պատրաստ այդ դիպլոմատիկ վահանը հայտարարելու Արցախայության։ Տեսանք ինչ եղավ, Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը, այո, մի քանի անգամ ասաց, որ ինքը եթե պետք լինի ճանաչի Արցախի անկախությունը, չճանաչեց։ Եվ 2020-ից հետո
դարի առ դարի, ամիս առ ամիս հետ գնաց նշածողը ոնց որ ասում էր ինքը իջացրեց հասնելով 0-ից վար։ Միեր Նիկոլ Փաշինյանը շատ բարձ խոսում է Արցախի թեմ, Արցախի ազերբայջանական լինելու գեղձիկի մասին, ինչպես մենք կարող գրնանք ստեղ ասել, որ չէ պետք է անպայմանորեն Արցախի մասին պրոյեկտան գեցված որդեգրել։ Երբ մեզ ասում է, որ դե նայեք ծեր ղեկավարը Հայաստանի վարչապետը, ընդրված վարչապետը, չի ուզում այդ ուղղությամբ որևէ բան ստացվի։ Հələ չեմ ասում Մինսկի խմբի լուծարման մասին, որ Ֆրանսիայի շոշափելի հիմնական լծակներից մեկն էր։ Մինսկի խմբի լուծարման ամենամեծ գորուստ այո հայկական կողմն է, բայց նաև Ֆրանսիայի աշխարհակաղակական լծակների գործանունն է։ Եթե Ֆրանսիան ուզում է իր աշխարհակաղակական թևերը բացի, հագարակ Ռուսիա եւ Ամերիկայի, այնքան էլ լծակ չունի ինքը Կովկասի վրա։ Գար մի հատ Մինսկի խումբ, այդ էլ չկա այսօր։ Այսինքն մենք չենք ասում Ֆրանսիայի այսօրվա իշխանությունների քաղաքացիությունը, չենք կիսում եւ նաեւ չեմ խոսում այստեղ հարկելի ռազմիկ ցեղասպանության մասին։ Մենք Ֆրանսիայում երկար տարիներ ունեցել ենք լուրջ աշխատանք ցեղասպանության ասենք մերժումը կամ ժողտումը քրեականացնելու օրենքի գծով, այսօր ինչքան ծիծաղելի է դառնում այդ բոլորը, երբ արդեն Հայաստանում է դա արվում։ Հայաստանում հիմնական այսօրվա քաղաքացիական պայմանագիրը ամեն օր ԱԺ-ից կամ Նիկոլ Փաշինյանը ամեն օր, չգիտեմ, Facebook-յան լայվերով սրտիկներ անելով թեկուզ թրջում է հայոց ցեղասպանության փաստը։ Ինքը կամ իր մարիոնետները։ Ուրեմն ճիշտ է, որ մեր ամեն հրազերը այսօր դժբախտաբար փոշիանում է, երբ բոլորը դնում են, որ բեդությունը հայկական հակառակ ուղի վրա է։ Իդեպ այդ ամենին զուգահեռ նաև եկեղեցու դեմ է արշավ տարվում Հայաստանի իշխանությունների կողմից, Ֆրանսիայի հայ համայնքում ինչ արձագանքներ կան այդ առումով։ Ես շատ բարձ գնամ արձանագրել ռազմիկ, որ Ֆրանսիայի մեջ չասեմ չեզոքություն, արդեն զգալի հագանիգոլական ալիք կա։ Եվ ես չեմ ասում միան ազգային գուսակցությունները նկատի ունենալով, ես չեմ ասում միան, ասենք, բանակի հանդեպ մեծ հարկանք ունեցողների նկատի ունենալով, ես չեմ ասում միան իմ շրջապատը նկատի ունենալով։ Մենք այսօր դնում ենք Ֆրանսիայում, որ այն Facebook-յան գրուպերը, որ դրական դասնակազամ են, այն ցույցերին, որ մենք հանդիպում ենք երեխեքի եւ այլն, այսօր դուխով գլխակ մենք ոչ միեղ չենք դնում։ Այսօր չենք դնում մարդ, որ հելնի ասի, ես Նիկոլի կողմնակից եմ, հբար եմ դրանով, եւ ես Նիկոլի հետ եմ այս հարցերով։ Այո, կան մարդիկ, որոնք մինչ օրս այնքան էլ լավ չեն հասկանում ամեն ինչ, եւ ասում են նախկինում շատ բան լավ չէ եղել։ Մենք ասում ենք, այո, ընկեր ջան, եղել են խնդիրներ, կան մինչ օրս խնդիրներ, բայց մենք այսօր Ղարաբաղ կորցրել։ Մենք այսօր 150,000 իրանց բռնի դեղանված քուրեր եղբայրներ ունենք։ Այսօր Հայաստանի հանրապետության սահմանները, Ջերմուկը, Սյունիքը, Դավուշը ամենօրյա վտանգի տակ են։ Թեկուզ մի տարի, չգիտեմ, 6 ամիս գրագոտ չէ, այդ բոլորը բարձ է, որ նախընտրական սցենարը գծված Էրդողանի, Ալիևի եւ Նիկոլի հետ Ֆրանսիայում արդեն հագանեգոլականությունը ասել է բարձր մակարդակի, եկեղեցու գծով ասեմ Աչագոմյանների մոդիկ SOS Քրիստիան գազམ་ակերպությունը, որ աշխարհի 4 կողմը պրո-քրիստոնեական նախաձեռնություն արել եւ վերջերս նաեւ Հայաստանում է շատ զբաղվում, շատ հստակ վերջերս դիրքորոշում է ողջակրել եւ հայտարարություն հրապարակել հագա եկեղեցու արշավի կապակցությամբ, որտեղ շատ հստակ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը անում է աներևակայելի բաներ։ Ֆրանսիայում աճը, Ֆրանսիայում ցախը նաև վերջում են ասա բերիչը եւ դա արդեն ասվել է ոչ թե միան ընկերային մագարտակով, այլ քաղաքական մագարտակով դա ասվել է։ Ասեմ նաև, որ երբ վերջերս իրանք թիրախավորում էին երասարտական TV մեր ընկերներին հեմի, մենք կարողացանք այստեղ թե աճի երասարտական TV ներկայացուցիչների միջոցով, թե ցախի երասարտական TV ներկայացուցիչների միջոցով ստանալ լուրջ
հաղորդակցություններ, լուրջ հագասեցություններ եղածի գծով։ Մենք իրաց ասել ենք, որ մենք այդ մարդկանց ճանաչում ենք, դրանք մեր ամենօրյա գործընկերներն են, եւ իրանք այսօր հայտնում են բանդերում, որովհետեւ իրանք ունեն քաղաքական անկախ հագաիշխանական կեցված։ Ֆրանսիայում, այո, արդեն խառնվածքով հասունանում է հագանեգոլական այդ ալիքը եւ հուսով եմ, որ բոլորը սպասում են, հուսով եմ, որ բոլորի սպասումները գարտարացվեն հունիսին։ Իսկ ձեր դիտարկմամբ եկեղեցու դեմ այս արշավով ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, ես կարծում եմ, որ ինքը բոլորին ուզում է ցույց տա, որ ճունի ինքը թշնամի, որին չգարա անի ինչ որ ուզում անի։ Լինի դա Սամվել Կարապետյանի բաղով, լինի դա մի վաղ Ռոբերտ Քոչարյանի բաղով, լինի դա այսօրի Եսու բաղով, ինքը փորձում է ուժայիններում չծավ, բոլորին ցույց տալ, որ իսկական միակ հեղինակությունը երկրում ինքն է։ Ինքը ինչ ուզում է գանի։ Բայց ինքը չի հասկանում, որ էդի աներով ինքը շատ բարձ դրսևորվում է որպես բռնաբեդ։ Ինքը ուժայիններով եւ գնում է սիրում եք չեք սիրում ուրիշ հարց է։ Դեսագը սիրում եք չեք սիրում ուրիշ հարց է։ Գնում է Գյումրի նոր ընդրված քաղաքապետի ասենք քաղաքապետարանի կրավման, ասեմ քաղաքապետի հետ կապված չի։ Եվ գնում է հազարներով մարդ ուղարկում ընդեղ եւ այդ բոլորը գարանքը փոխարինի միաձանություն ուղարկելով այդ մարդը վստահ որ կգնար հարցականություն, ինքը գնում այնտեղ բանագով բաշարում է եւ բոլորս տեսանք այդ փախումները որ դերում ունեցա։ Ինքը փորձում է բոլորի աչքը գտրի ուժով եւ բոլորին բարձի որ միայն ինքը գարա սենց անի դենցանի։ Հիմա կարող է հաղթանակները անելը այնքան են դեր ինչի, բայց երբ դու գալիս ես եւ ժողովրդին ճաշում ես եւ ժողովրդին չարչարում ես եւ ժողովրդին գործում ես ջզմել, ժողովրդի ագաստությունը շատ ուժեղանում։ Ուրիշ երկրներում, հենց մեր երկրում դարներ առաջ եղել է այդպիսի ագաստություն, հույսով ենք, որ այդ ագաստությունները կլինեն անցնցում, հույսով ենք, որ այդ ագաստությունները կլինեն քվեադուբերի միջոցով։ Եվ գրգին մենք սպասում ենք հունիսյան հանգրվանին, մեծ հույսով ենք կապված դրա հետ, եւ կարծենք, որ այս անգամ ժողովուրդը իր ոչը գասի այս բռնաբեդին։ Օրերս նա հենց հունիսյան ընտրությունների վերաբերյալ հայտարարություն էր արել, ասում է հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ։ Արդյոք սա մանիպուլյացիա եւ շանտաժ չէ։ Անշուշտ ակտիվներազվեք։ Մի կողմից մանիպուլյացիա եւ շանտաժը, մյուս կողմից գրկնում է ինքը այդ նույն սեփականը, որ գիրառել էր 2021-ին։ Եվ թեկուզ 18-ին էլ։ Այսինքն մշտապես նախկինում եղել է հիները նորերը, հիները վատն են, նորերը լավն են, հիները սևերն են, մենք սպիրակներն ենք։ Հիմա արդեն նոր իրավիճակը ստեղծել ինքը խաղաղություն է բادرազմ եւ այս բարակային արդեն կարելի է գրգին գնալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածին։ Թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած այլընտրանքային ուղեցույցերը շատ ավելի բարձրաբանված էին, լուրջ էին, ընկալելի էին, թեկուզ մերժելի էին մեր համար, բայց մենք գտնում ենք գրգին այդ երկու դեպքերի ներկայացումը եւ ոչ որ ինքը նախկինում ասում էր որ ինձ քվեդվեք եւ ձեր երեխաները գարան MBC գործերի հասնեն MBC աշխատանքների մեջ ընդգրկվեն որ նրանց օրավարձը լինի 4000 եվրո, այսօր ինքը գալիս ասում է ինձ ընդրեք ես ես գբերեմ խաղաղություն, ընդրեք մուսերին դրանք կբերեն բادرազմ, այո դրանից ավելի մեծ գեղձիկ չկա։ Նիկոլ Փաշինյանը ղեկավարել է Հայաստանը 2018-ից ի վեր։ Բոլորս գիտենք թե թվերով, թե հողային դարածքով ինչքան գորուստ եք մենք գրել իր պատճառով։ Իր անհատական սխալների պատճառով։ Բոլորը այսօր խոսում են քաղաքական մասին, ասում են դե բանակը սենս, դե երկիրը սենս, դե սենս բան չի եղել, պատրոն չի, ասենք զինամասեր չի եղել եւ այլն։ Դա բոլորը անհիմն է, դա բոլորը գեղձիկա մենք տեսել ենք 2016-ի արդյունքը։ Մենք գիտենք Դավուշան դեպքերի ժամանակ թեկուզ Նիկոլը բոլոր ասենք բանը ինքն իր վրա վերցրեց, ասենք այդ
թիրքային գերիվների այդ հաղթանակը ճակերտյալ ասեց որ դե հա ասվեց որ ինքն է գավարել դենց կետարկել այդ հարցերը եւ հիշում եք ինքը այդ Սախսարաբադի բան ցերեմոնի ժամանակ ինչ էր ասեց մեր բանակի մասին ոնց եղավ որ այդքան շուտ այդ ուժեղ բանակը շրջանի ամենաուժեղ բանակը եւ այլն դարավ ոչ մարդունակ ոնց որ իրա գիններ ասում Հակոբյաններ ասում այդքան չգիտեմ ցիրկերը թողնած փախած դրոց բանակ այդպես չի Նիկոլ Փաշինյանը ասում է այն ժամանակ ինքը հայրենասիրության այլ մոդելում էր եւ որոշակիորեն դաշնակցական մտածողություն ուներ։ ինքը սիրում է մեզ մեղադրել ամեն ինչի մեջ ինքը վերջում մեզ միაღադրելու է միայն մի բանի մեջ մեզ միაღադրելու է այն բանի մեջ որ մենք ճիշտ էինք ինքը սխալ այդ օրը գալու է եւ մենք գիտենք որ խաղաղությունը չի գալիս մոռացկանությամբ մենք գիտենք որ խաղաղությունը չի գալիս ասենք ընդրական պայքարի միջոցով զինվորական ծառայությունը իջեցնելով մեկես տարու խաղաղությունը չի գալիս մարդական բյուջետը իջեցնելով խաղաղությունը չի գալիս հագազգային ալիք ստեղծելով ինչը հայը այսօր նաև այդ հարցն է դրված սրանին ոչ թե միայն ըստ իրան խաղաղություն թե պատերազմ հայը ով է հայը ինչը այդ բոլոր հարցերը այսօր սեղանում են դրված եթե հայի հավաքական գերբարի էությունը սահմանափակվում է դրանով որ հայը պետք է գուշ լինի ուրախ ապրի հայը կարա գնա Լոս Անջելես ապրի հայը կարա չգիտեմ Ավստրալիա գնա ապրի ինչ է փոխում ինչով է տարբերվում հայը ասենք Նյու Զելանդի ապրող բնակիչից քաղաքացիություններից եթե ոչ հավաքական այդ գիտակցությունը եթե ոչ այդ ընկալումը Հայաստանի եթե ոչ Արարատի հանդեպ այդ սերը եւ այլն ես բոլոր չեմ ասում միայն սահմանափակված ռոմանտիկ տեսլական ես ասում եմ բոլորս գիրարելի տիտանգունից այս բոլորը ասում շոշափելի տիտանգունից ազգային բերությունը մեզ պետք է ազգային բերությունը գալու է եւ այս գիազիկների ասենք ինքնամերժումը որ Նիկոլը փորձում է մեզ բանեցնի դեռ չգտնելու ժողովրդի մեջ այո դժվար է եւ այո գա այլանդրանքային խնդիր այո մենք չենք ասում որ մենք ունենք շատ հստակ դենց բան ծեվաչափ այդպես չի քաղաքացիությունը այդքան բարձ չի ինքը ասում է հա ես կգամ խաղաղություն բայց մենք էլ պետք է բոլորին հասկացնենք որ մենք էլ ենք խաղաղության գոմնագից բայց այդ ճանապարհում գարան իրեն դժվարություններ եւ Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը իսկական խաղաղություն չի Նիկոլ Փաշինյանը առաջարկում է այնինչ որ մեզ առաջարկում էին 1900-ականների կամ 1800-ականների վերջերի Կոստանդնուպոլսում ապրող հարուստ հայերը որ մի գնաք թուրքերի դեմ մի բայկարեք թուրքերի դեմ մնացեք այսպես ծնգի եւ այն բան լավ գտնի նույն այդ քննարկման նույն այդ այլանդրանքային իրավիճակի դիմաց ենք գամ գնում ենք բայկարի ժամանակով ճանապարհով այո քին ենք վճարում եւ ունենում ենք հանգստություն խաղաղություն եւ քերագայություն որին միշտ պետք է հայտարարել ամեն բան գամ գնում ենք զիջման գնում ենք ամոթի գնում ենք ինքնաոչնչացման ճանապարհով այդ է այլանդրանքը եւ ոչ թե խաղաղություն կամ պատերազմ Եվ վերջում պարոն Գարեգավորյան, ձեր մուտքը հայրենիք շարունակում է արգելված մնալ, արդյոք այս առումով որևէ նորություն կա դատական գործից թեկուզ։ Իմ դատով զբաղվում է մի բաստաբանական խումբ եւ մի բերանգները զբաղվում են հարցերով եւ շատ բարձ ասեմ որ մենք այնքան էլ մեծ ակնկալիքներ չունենք դատարանից որովհետեւ դնում ենք ինչպես երկրորդ մեջ քահանաներ երեսականներ որոնք ցանկում ոչ մի լուրջ բան չեն արել ոնց իրանք հայտնվում են բանդարգության մեջ եւ իրանց հանդեպ հնչեցվում է շատ գոշտ եւ շատ բիրտ գնահատականներ եւ բադիժներ այդ բոլորը դրանով արդեն բարձր դառնում որ այսօր ամեն բան գախված է մի մարդուց այսօր Նիկոլ Փաշինյանը զանգում է եւ ասում է այս արեք սենց արեք եւ այսքան դվեք եւ վերջ ես չեմ կարծում որ Նիկոլ Փաշինյանը
կտասրդություն ունենա իմ եւ իմ ընկերների անտեպ եւ լավ գանի որ չունենա, բայց մենք այս ճանապարհի վրա ենք եւ մենք մինչեւ վերջ գնալու ենք այս ճանապարհով Նիգոր Փաշինյանը վերանալու է քաղաքական դաշտից, իր քաղաքական գուսակցությունը բարդվելու է եւ մենք բերելու ենք այլընտրանք, արժանապատիվ այլընտրանք, հերանեկարի ազգային պետության այլընտրանք եւ այդպես գնալու ենք առաջ։ Ես չեմ կարծում որ քաղաքական այս իմանտեպ հետապնդումը եւ այլն լուծելու է իրավական process-ում։ Ես կարծում եմ դժբախտաբար, որ իմ Հայաստան վերադառնալու ճանապարհը քաղաքական ճանապարհ է եւ ոչ թե իրավաբանական։ Թեկուզ մենք սպասում ենք, որ կարող է միտադավոր լինի այնտեղ, որ իսկապես ինքը հավատարիմ է իր սկզբունքներին, պրոֆեսիոնալ, բայց մենք մինչ օրս դենց տադավորի դիմաց հլվոր չենք ընկել։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։